Աշխատանքը վերջացնելուց հետո Ջունկոն հեծանիվը վերցրեց ու շարժվեց դեպի տուն։ Չնայած որ տարածքը բավականին ապահով էր, բնակիչները գիտեին, որ տարածքում ամեն դեպքում հանցավոր խմբեր կան ու պետք է զգուշանալ։ Ճանապարհին ինչ-որ մեկը սկսեց մոտոցիկլետով հետապնդել աղջկան, ինչ-որ պահի խփեց ու փախավ։ Այդ բանին հայտնվեց կինոյի հերոսը։ Այս տղան Ջունկոին օգնեց, որ կանգնի, հետո զգուշացրեց, որ մոտակայքում վտանգավոր մարդիկ կան ու դրսում մենակ լինելը ապահով չի։ Պնդեց, որ ուղեկցի տուն։ Առաջին հայացքից ֆիլմի սցենար է, երկրորդ հայացքից հերոսական քայլ, իսկ երրորդից սա պլանավորված դեպք էր, որ սկիզբ դրեց պատմության մեջ տեղի ունեցած ամենադաժան սպանությանը։ Խոսում ենք Ջունկո Ֆուրուտայի կյանքի վերջին 40 օրերի մասին։ Բարի գալուստ Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սերիական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Հիշեցնեմ, որ ալիքում բոլոր պատմությունները իրական են ու նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Այս պատմությունը անգամ եթե սովոր եք նման բաների շուտ չեք ազդվում, ահա որ, եթե կարողանաք մինչև վերջ նայել, դուք հերոս եք։ Գրեք մեկնաբանություններում կպատասխանեմ։ Սա այն դեպքերից է, որ մտածում եմ երբեք չեմ վերցնի, երբեք չեմ պատմի, որովհետև ես ինքս առաջին անգամ լսելուց հետո ահագին ժամանակ հանգիստ չունեի։ Եթե ինձ առաջին անգամ չեք տեսնում, եթե նախկինում էլի լսել եք պատմություններից որևէ մեկը, գիտեք, որ ես սիրում եմ գտնել հնարավորինս շատ ինֆորմացիա ու ներկայացնել այնպես, որ ավելի պատկերավոր է, որ ձեզ զգաք պատմության մեջ։ Համենայն դեպս փորձում եմ։ Սա էլ բացառություն չի, դրա համար խնդրում եմ հետո չասեք չես զգուշացրել, ահա որ լինելու։ Եթե պատրաստ եք անցնում ենք առաջ, եթե չէ կհանդիպենք հաջորդ շաբաթ մի քիչ ավելի թեթև պատմությունով։ Եթե ինձ հետևում եք Instagram-ում, գիտեք ինչի մասին է լինելու, եթե չգիտեք, սպասեք մինչև վերջ։ Ջունկո Ֆուրոտան ծնվել էր 1971 թվականի հունվարի 18-ին Տոկիոյից հյուսիս գտնվող Սայտամա շրջանի Միսոտա քաղաքում։ Ընտանիքի մասին շատ ինֆորմացիա չունենք, գիտենք, որ սովորական կյանքով ապրող միջին խավի ընտանիք էր։ Ջունկոն ապրում էր ծնողների ու երկու եղբայրների հետ, որոնցից մեկը իրենց մեծ էր, մյուսը փոքր։ Ծնողներից լավ դաստիարակություն էր ստացել ու շատ կարևորում էր ապագան։ Ի տարբերություն հասակակիցների, իրան չէին հետաքրքրում խնջույքները, խմիչքը, տղաները ու նման բաները։ Ջունկոն ավելի շատ կենտրոնացել էր դպրոցի ու լավ ապագա ստեղծելու վրա։ Դա իհարկե չի նշանակում, որ ինքը մտածում էր մյուսներից տարբերվում էր, մյուսներից լավն էր։ Այս աղջկան դպրոցում բոլորը սիրում էին ու ուզում էին հետը ընկերություն անեին։ Խելացի էր, սիրուն էր, շատ ընկերասեր, բարեհամբույր ու շատ աշխատասեր։ Ճապոնիայում սովորաբար դպրոցն ավարտելուց հետո ամբողջ դասարանով գնում են ճամփորդության, ինչ-որ նոր երկիր, որ շատ հեռու չի կամ մի նոր քաղաք։ Ջունկոն մտածում էր, որ դա ավելորդ ծախս էր, բայց համել շատ էր ուզում գնալ, որովհետև բոլոր ընկերներն այդտեղ էին լինելու։ Ծնողներին չանհանգստացնելու համար աշխատանքի անցնում պլաստիկի ձուլման գործարանում ու սկսում գումար հավաքել։ Աշխատանքը շատ հարմար էր, որովհետև կեստրույքով էր, կարողանում էր դպրոց գնալ, դպրոցից հետո արդեն ժամը 4-ին գնում էր աշխատանքի, իսկ ժամը 7-ին, 8-ին վերջացնում էր ու գնում տուն։ Սա հիմնական աշխատանք չէր։ Արդեն աշխատանքի էր անցել էլեկտրոտեխնիկայի խանութում, որ բավական լավ էր վարձատրում, բայց քանի որ պարտադիր պայմաններից մեկը չափահաս լինելն էր, պիտի սպասեր մինչև դպրոցն ավարտեր։ Մինչև ավարտելը որոշել էր մնալ այդ գործարանում, շարունակել աշխատել ու այսպես մի օր սովորականի պես ավարտելուց հետո դուրս է գալիս, հեծանիվը վերցնում ու գնում տուն։ Բայց մինչև կհասներ տուն, ճանապարհին պիտի անցներ մի փողոցով, որտեղ սովորաբար շատ մարդ չէր լինում։ Հենց որ հասնում է այդտեղ, թփերի հետևից հանկարծակի դուրս է գալիս այս մոտոցիկլետը, ու չնայած որ բավական մեծ տարածություն կար ու մարդ չկար, ակնհայտ թիրախավորել էր այս աղջկան։ Այդ պահին, երբ գետնին է հայտնվել, մի հատ ուրիշ թփի հետևից դուրս է գալիս մի հատ ուրիշ տղա ու վազում իրան օգնելու։ Հիրոշի Միյանոն 18 տարեկան էր ու Ջունկոյի հակապատկերն էր։ Եթե աղջիկը գերազանց սովորում էր դպրոցում, հետաքրքրված չէր տղաներով, հանգիստ ապրում ու աշխատում էր, Հիրոշին դպրոցից հեռացվել էր, բայց ամեն օր տարբեր դպրոցների բակում էր հայտնվում աղջիկների հետ ծանոթանալու համար։ Այդ ժամանակ 1988 թվականին Ճապոնիայում չափահաս համարվում են 20 տարին լրացած անձինք։ Հիրոշին 20 տարեկան էլ չկար, բայց արդեն ուներ հանցավոր անցյալ։ Բոլորը գիտեին, որ այս տղայից պիտի զգուշանան։ Ամեն ինչ անում էին, որ հանկարծ բացասական ձևով իր ուշադրության կենտրոնում չհայտնվի։ Ըստ այս առաջին վարկածի հենց դպրոցի բակում Հիրոշին նկատել էր Ջունկոյին։
Աղջիկը աչքի էր ընկել նրանով, որ Իրանից շատ էր տարբերվում։ Փորձել էր մոտենալ, բայց բնականաբար մերժել էր, որովհետև նախ ժամանակ չուներ, իսկ եթե անգամ ունենար, Հիրոշին ամենավատ տարբերակը կլիներ։ Այս տղան պատրաստ չէր դրան։ Իրան երբեք ոչ մի աղջիկ չէր մերժել։ Անկամ եթե սպառնալիքների կամ բռնության կարիք էր լինում, միշտ պատրաստ էր, ինչի պատճառով էլ մի քանի անգամ արդեն հայտնվել էր բանտում։ Ըստ երկրորդ ավելի պաշտոնական վարկածի, Հիրոշին ու Ջունկոն նախկինում երբեք չէին հանդիպել։ Ուղղակի առիթ ա եղել փողոցում տեսելը ու որոշել, որ այդ օրը թիրախը ինքն ա լինելու։ Ամեն դեպքում Ջունկոն մտածում ա, որ այս տղան փորձեց օգնել իրան, փորձեց փրկել, պաշտպանել ու դրա համար ավելի ապահով ա երևի, որ մենակ չգնա, թողնի, որ ուղեկցի իրան։ Այսպես Հիրոշին սկսում ա Ջունկոին տուն ուղեկցել ավելի ապահով ճանապարհով։ Սկսում են քայլել ու ինչ-որ պահի հայտնվում են մի հատ լքված գործարանում, ու թե ինչի մինչև այդ պահը Ջունկոն չէր հասկացել, որ ուրիշ ճանապարհով ա տանում, չգիտեմ, բայց հավանաբար, որովհետև խորացել էր խոսակցության մեջ կամ Հիրոշին ասել էր, որ այդպես ավելի ապահով ա։ Հենց որ հասնում են այդտեղ, Հիրոշին միանգամից ագրեսիվ ա դառնում։ Փոխվում ա դեմքի արտահայտությունը ու դուրս ա գալիս այդ հերոսի կերպարից։ Ջունկոին ասում ա, որ պիտի անի այն, ինչ ասում ա։ Հակառակ դեպքում կօգտագործի յակուզայի հետ իր կապերը։ Այդ ժամանակ Ջունկոն երևի շատ բան չգիտեր յակուզայի մասին, բայց ինչպես բոլորը Ճապոնիայում ինքն էլ մոտավոր տեղեկացված էր։ Գիտեր, որ հանցավոր խումբ ա, որ հայտնի է աննկարագրելի անսրտությամբ ու իրանցից պետքա հնարավորինս հեռու մնալ։ Հիրոշին արդեն վախեցած աղջկան ասում ա, որ եթե փորձի փախուստի դիմել, եթե փորձի ինչ-որ տեղ գնալ, որևէ մեկին ինչ-որ բան ասի, յակուզայի անդամները կգտնեն իրանն էլ, իր ընտանիքին էլ։ 17 տարեկան աղջկան սեռական բռնության ենթարկելուց հետո զանգում անկերներին ու ասում. «Գիտեք ինչ եմ արել», ծիծաղում ա։ Ջունկոն էլ մի անկյունում ընկած ուղակի սպասում ա, որ Հիրոշին գնա, որ ինքն էլ մի կերպ տուն հասնի։ Ջունկոն Հիրոշիի ու ընկերների առաջին զոհը չէր։ Սովորաբար, երբ որ վերջացնում էին, ուղղակի թողնում ու գնում էին։ Բայց այս անգամ չգիտես ինչի որոշում ա, որ այդքանով չի բավարարվելու։ Տանում ա ինչ-որ հյուրանոց ու էլի 2 անգամ սեռական բռնության ենթարկում։ Եթե մտածում եք, որ այս աղջիկը երևի դժոխքի միջով ա անցնում, հատկապես հաշվի առնելով, որ կյանքում տղայի ձեռքել բռնած չկար, սա դեռ սկիզբն է։ Ինչի հյուրանոցում ոչ մեկ չէր հասկացել ինչ ա կատարվում, որովհետև Ճապոնիայում ու էլի ուրիշ շատ ասիական երկրներում կան հյուրանոցներ, որտեղ հատուկ միջոցներ են ձեռնարկված հյուրերի անձի գաղտնիությունը պահպանելու համար։ Ընդունարանում աշխատող չկա, տեսախցիկներ չկան, ու հատուկ կարգով ա արվում ամեն ինչ, որ ոչ ոք չիմանա ով ա եկել ու ով ա գնացել։ Այդտեղից դուրս գալուց հետո Հիրոշին նորից զանգում ա ընկերներին, նորից հպարտանում, ծիծաղում ու ասում. «Սպասեք, էսա բերեմ, դուք էլ ինչ ուզում եք արեք»։ Մեկա մերնա։ Ջունկոն ամեն ինչ լսում է, այս տղան չի էլ փորձում թաքցնել։ Այդքան բանից հետո գիտի, թե ինչ ա սպասվում։ Հիրոշին շատ չանցած աղջկան տանում անկերներից մեկի տուն, որ քաղաքից հեռու չէր։ Այդ ընկերը Շինջի Մինատոն էր։ Ամեն ինչ բարձ է դառնում, երբ Ջունկոն տեսնում է այս տղային։ Ամեն ինչ հենց սկզբից պլանավորված էր եղել։ Շինջին այն տղաներ, ով մոտոցիկլետով խփել ու փախել էր։ Շինջիից բացի 2 հոգի էլ կային այդտեղ։ Ջոոգուրան ու Յասուշի Վատանաբեն։ 4-ն էլ անչափահաս էին։ Ինչքան էլ որ կապեր ունեին այս հանցախմբի հետ, ինչքան էլ որ իրանց 50 տարի այս հանցավոր կյանքով ապրած մարդկանց պես էին պահում իրանց, երեխեք էին։ Ծնողների հետ էին ապրում։ Շինջին ծնողների հետ էր ապրում։ Տղաները պայմանավորվել էին, որ պիտի ասեին Ջունկոն Հիրոշիի նոր ընկերուհին է, ում ժամանակավոր մնալու տեղ էր պետք, դրա համար էր այդտեղ։ Տղաները ստուգում են Ջունկոյի պայուսակը, որ հետո տարել էր դպրոց, հետո նաև աշխատանքի, ինչ որտեղից գտնում են հասցեն, ցույց տալիս աղջկան ու ասում, որ տես մենք ունենք քո հասցեն, եթե չենթարկվես, եթե որևէ մեկին փորձես ասել, որ քեզ այստեղ քո կամքին հակառակ են պահում, յակուզան կգտնի ընտանիքիդ անդամներին ու բոլորին հերթով տանջամահ կանեն։ Ինչի իրականում սպասելի էր, որովհետև նման դեպքեր էլի էին եղել։ Ջունկոն ծնողներին ու եղբայրներին շատ էր սիրում։ Ու ինչքան էլ որ անտանելի էր այս ամեն ինչը, պատրաստ էր դիմանալ, որ նույն ճակատագրին իրանք էլ շարժանանային։ Արդեն ժամեր են անցել աշխատանքը վերջացնելուց հետո։ Հաջորդ օրն է։ Առավոտյան Ջունկոն դեռ չկա։ 17 տարեկան էր։ Այդ տարիքի շատ երեխեք այդտեղ գնում էին խնջույքների թաքուն, հատուկ բաներ էին անում, որ ծնողներին հակառակվեն, բայց ոչ ինքը։ Այս աղջիկը երբեք չէր ուշանում։ Առանց ծնողներին զգուշացնելու ոչ մի բան չէր անում ու ոչ միտեղ չէր գնում։
Գիտեին, որ մի բան են չի։ Անհետանալուց 2 օր հետո, նոյեմբերի 27-ին, որոշեցին դիմել ոստիկանություն։ Սկսում են որոնողական աշխատանքներ, բայց նույն օրը դադարեցնում են, որովհետև Ջունկոն զանգում է ծնողներին։ Զանգում է ու ասում, որ ամեն ինչ լավ է, ինքը լավ է, ապահով է, ընկերներից մեկի տանն է մնում, իրա կամքով է գնացել։ Խնդրում է, որ հայցը հետ վերցնեն ու ոստիկանությունը չխառնվի։ Հավատում են։ Ոստիկաններին ասում են, որ ամեն ինչ լավ է, աղջիկը ապահով է։ Բայց ամեն դեպքում ինձ թվում է անգամ այս դեպքերում պետք է հաստատել, պետք է ստուգել, որ ամեն ինչ նորմալ է։ Պետք է ստուգել, որ չեն ստիպել, որ այդ զանգը կատարի։ Բայց քանի որ ոչ մի բան չի արվում, հաջորդ 42 օրերը պատմության մեջ անցնում են որպես ապացույց, որ մարդուց դաժան կենդանի չկա։ Շինջիի ծնողները շուտով պարզում են, որ Ջունկոին առևանգել էին ու սարսափելի ձևով բռնության էին ենթարկում, բայց թե վախից, թե անզորությունից, թե չգիտեմ, անսրտությունից էլի ոչ մի բան չեն անում։ Գնալով ամեն ինչ ավելի է վատանում։ Սափրում են մարմինը ու անընդհատ ենթարկում սեռական բռնության։ Միշտ մերկ էր։ Կապում էին պատշգամբում ու թողնում, որ գիշերն այդտեղ քնի։ Չմոռանանք, որ արդեն դեկտեմբեր ամիսն է։ Անընդհատ ծեծում էին, միզում էին վրան։ Այս 4-ից բացի Ջունկոն ամեն օր նոր այցելուներ էր ունենում։ Այս մարդկանց տղաները հրավիրել էին աղջկան օգտագործելու համար։ Ստիպում էին, որ երգեր, պարեր, աներ այն ինչ ուզում էին ստրուկի պես, պիտի ուղղակի լսեր ու ենթարկվեր։ Ամեն օր առնվազն 2 նոր տղա էր հայտնվում։ Մյուսները մեկ այցով ուղղակի չէին բավարարվում։ Ամեն անգամ, երբ որ դուռը բացվում էր, Ջունկոն արդեն գիտեր ինչ էր սպասվում։ Ու չնայած որ ժամանակի հետ շատ բաների հետ էր համակերպվում, այս այդ դեպքերից չէր։ Առնվազն 100 մարդ, այդ թվում նաև Շինջիի ծնողները, առնվազն 100 մարդ գիտեր Ջունկոն որտեղ է ու ինչերի միջով է անցնում։ Ոստիկանություն չէին դիմում, որովհետև նախ իրանք էլ էին նույն բանն անում, հետո էլ վախենում էին յակուզայից։ Բայց այս տղաներից մեկը այնքան էր ազդվել Ջունկոյի տեսքից, որ գնում է տուն, եղբորը պատմում, եղբայրն էլ ծնողներին է պատմում։ Ծնողները զանգում են ոստիկանություն ու ասում, որ այսինչ հասցեում, այսինչ պայմաններում նման աղջիկ կա առևանգված։ Ոստիկանները գնում են Շինջիի տուն, դուռը թակում, ծնողները բացում են, ասում, որ իրաց տանը առևանգված աղջիկ չկա։ Ոստիկաններն էլ ասում են, դե լավ որ չկա, գներեք։ Ու գնում են։ Այդքան մոտ էին, բայց էլի ոչ մի բան չարվեց։ Հավանաբար, որովհետև իրանք էլ գիտեին, որ յակուզան կապ ուներ ու ուղղակի որոշում են չխառնվել։ Մի անգամ, երբ որ տանը չեն լինում տղաները, Ջունկոն կարողանում է սենյակից դուրս գալ, իջնում է առաջին հարկ, ինչ որտեղից հեռախոս է գտնում, բայց մինչև կհասցներ ինչ որտեղ զանգել, օգնություն խնդրել, տղաները գալիս են տուն, տեսնում են ինչա կատարվում ու որպես պատիժ աղջկա վրա բենզին են լցնում ու վառում։ Արդեն գիտեին, որ ոչ ոք չի գտնելու այս աղջկան։ Ոչ ոք չի փնտրում, իսկ փնտրելու դեպքում գտնելու հնարավորությունը շատ քիչ էր։ Եթե սկզբում վերաբերվում էին որպես կենդանու, հիմա արդեն առարկայի պես էին պահում։ Մազերից բռնում էին ու գլուխը գետնին խփում այնքան, մինչև ամբողջ դեմքը ծածկվում էր արյունով։ Քարի մեծ կտորներ էին վերցնում ու դրանցով խփում մարմնին։ Ծխախոտով վառում էին մաշկը, կախել էին առաստաղից ու բռունցքներով, ձեռքերով ու ձեռքի տակ ընկած ցանկացած բանով ծեծում էին։ Սեռական օրգանների, ականջների ու բերանի մեջ պայթուցիչներ էին վառում։ Կրծքերի մեջ ասեղներ էին մտցրել։ Տաք երկաթով վառում էին աչքերը։ Ստիպում էին, որ ալկոհոլ խմի, իր սեփական մեզը։ Մի քանի օրը մեկ պիտի գոյատևեր ընդամենը մի բաժակ կաթով։ Երբեմն ստիպում էին, որ տանը գտած միջատները դանդաղ ծամեր ու կուլ տար։ Ոսկորներ ուներ կոտրված։ Ծածկված էր թարախակալված վերքերով ու կապտուկներով։ Վերջույթները էլ չէր կարողանում շարժել։ Ինչ-որ պահի սեռական բռնությունը դադարեց, որովհետև անգամ այն մարդիկ, ովքեր իրան այդ տորին էին հասցրել, չէին ուզում կպչեին։ Բայց քանի որ արդեն գիտեին, որ ինչ էլ անեին, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէին կրելու, որոշում են, որ Ջունկոյի փոխարեն պիտի ուրիշ աղջկա բերեն։ Այս աղջիկը 19 տարեկան էր, բայց հավելյալ տեղեկություն չունենք իր մասին։ Ընդամենը գիտենք, որ որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո դուրս է գալիս։ Այդ ժամանակահատվածում սեռական բռնության ենթարկվում էր այդ աղջիկը, իսկ ֆիզիկական բռնությունը շարունակում էր ստանալ Ջունկոն։ Տղաները ձեռքերին ու ոտքերին տոպրակներ էին հագնում ու սկսում ծեծել։ Մի օր խաղ են խաղում ու ստիպում են, որ Ջունկոն էլ միանա, չնայած որ գիտակցությունը կարելի ասել տեղում չէր կարողանում շարժվել ու չէր հասկանում ընդհանրապես ինչա կատարվում։ Որոշում են, որ պարտվողին պիտի ծեծեն ու իհարկե բարձր թե ով էր պարտվելու։ Այդ օրը ամենադաժանն էր։ Արդեն 1989 թվականի հունվարի 4-ն էր։ Այնքան էին ծեծել, տանջել ու վառել, որ էլ ուժ ու ցանկություն չուներ պայքարելու։ Կորցրել էր հույսը։ Աղջկան թողնում են մի անկյունում ընկած ու դուրս գալիս տնից։ Անցնում է մի քանի ժամ, Շինջին զանգ է ստանում
եղբորից, ով ասում է, որ Ջունկոն մահացել է, ով պիտի գնա մարմնից ազատվի։ Տղաները գնում են տուն, Ջունկոյի մարմինը փաթաթում ծածկոցներով, դնում յուղի մեծ տակառի մեջ, վրան թաց ցեմենտ լցնում ու սպասում, որ չորանա։ Չորանալուց հետո շինարարական աղբի մեքենայի մեջ են տեղափոխում ու վերջնականապես ազատվում տակառից։ 1989 թվականի հունվարի 19-ին Հիրոշին ու Ջոն ձերբակալվում են Ջունկոյի հետ կապ չունեցող մեղադրանքով։ Մեղադրվում էին 19 տարեկան աղջկան սեռական բռնության ենթարկելու մեջ։ Տունը խուզարկում են ու գտնում կանացի ներքնազգեստ, որ այդ աղջկան չէր պատկանում։ Տղաներին սկսում են հարցաքննել, որովհետև մտածում էին հնարավոր է ինչ-որ կապ ունենան վերջերս տեղի ունեցած սպանության հետ, որի զոհերը երիտասարդ մայր ու աղջիկ էին։ Քննիչները առանց երկար բարակ հարցեր տալու միանգամից կենտրոնանում են բուն թեմայի վրա։ Միանգամից սկսում են խոսել ներքնազգեստի մասին ու եթե մյուս տղաները ասում էին, որ իրանք ոչ մի բանից տեղյակ չեն, չգիտեն ինչի մասին է խոսքը, Հիրոշին մտածում է, որ տղաներից մեկը պատմել է Ջունկոյի մասին ու հիմա արդեն ամեն ինչ գիտեն։ Ավելի լավ կլինի, որ գործը ավելի երկար չձգձգեն ու միանգամից ամեն ինչ ասի։ Ասում է, հա գիտեմ, որտեղ է մարմինը, ցեմենտով տակառի մեջ է, թողել են քեզ ինչ տեղը, 44 օր պահել ենք, հետո մահացավ։ Քննիչները ապշած նայում են իրար։ Չեն հասկանում ինչ է կատարվում, բայց ավելի շատ հարցեր են տալիս ու գործը բացահայտվում է։ Սա արդեն Ջունկոյի անհետանալուց մոտ 1 տարի հետո է։ Գտնում են տակառը, մի կերպ հանում են աղջկան այդ ցեմենտի մեջից, հաստատում են, որ Ջունկո ֆուրոտաներ, ով այդքան ժամանակ մտածում էին, որ ինքնակամ ուղակի տնից գնացել է։ Միանգամից այս 4-ին էլ ձերբակալում են ու նաև ձերբակալում են այն մարդկանց, ում ԴՆԹ-ն հայտնաբերվել էր Ջունկոյի վրա։ Չնայած որ արդեն 1 տարի անցել էր, շատ ապացույցներ պահպանվել էին, որովհետև մարմինը օդի հետ շփում չուներ։ Դատավարությունը սկսվում է 1990 թվականի հուլիսի 31-ին։ 4-ին էլ քննում էին որպես անչափահասներ, չնայած որ մեղադրող կողմը պնդում էր, որ հանցագործության լրջության պատճառով պիտի տեղափոխեն չափահասների դատարան։ Որն է տարբերությունը։ Երբ որ դատարանը քննում է չափահաս հանցագործի գործը, նպատակը պատժելն է։ Անչափահասների դեպքում մի քիչ ավելի ուրիշ է։ Նպատակը ոչ թե պատժելն է, այլ օգնություն ցուցաբերելը, որովհետև մտածում են, որ դեռ չունեն հասուն մտածելակերպ, չունեն գիտակցություն ու որոշ հանգամանքներից ելնելով հնարավոր է, որ դիմեն քայլերի, որ հասուն տարիքում չէին անի։ Որոշ դեպքերում, եթե անգամ հանցագործը անչափահաս է, որի դեպ տարբեր երկրներում քրեական պատասխանատվություն կրում են տարբեր տարիքից, Ճապոնիայում այդ ժամը 20-ն է։ Եթե անգամ 14 տարեկան ես, բայց հանցագործությունը կատարվել է աննախադեպ դաժանությամբ, դատարանը իրավունք ունի գործը ուղարկել չափահասների դատարան, որտեղ պատիժը ավելի դաժան է լինելու։ Հիմա փորձում էին այս տղաներին ուղարկել չափահասների դատարան, բայց հայցը մերժվեց։ 18 տարեկան Հիրոշի Միանոն դատապարտվեց 17 տարվա ազատազրկման, ինչը մեղադրող կողմը բողոքարկեց ու դատավճիռը դարձավ 20 տարի, որը անչափահասների համար ամենաերկար դատավճիռն է։ Հիրոշին մի քանի անգամ փորձեց դիմել պայմանական վաղաժամ ազատում ստանալու հայցով, բայց երբեք չստացավ։ Դատավճիռից անցել է 35 տարի։ Հիմա չգիտենք որտեղ է, ինչով է զբաղվում, ողջ է, ազատության մեջ է, թե նորից բանտում է։ Ոչ մի բան հայտնի չի, բայց ինչ որտեղ այդ հասկանալի է, որովհետև անչափահասներին ամեն ինչ նոր կետից սկսելու հնարավորություն է տրվում, դրա համար դատարանը այդ տեղեկությունը սովորաբար գաղտնի է պահում։ Ջո Օգուրան 17 տարեկանից 8 տարի բանտում մնալուց հետո ազատ արձակվեց։ Ընկերուհի ուներ ու չգիտեմ ոնց, մանրամասներ հայտնի չեն, բայց գիտենք, որ մտածում էր այդ աղջիկը դավաճանում էր իրան, գնում գտնում այն մարդուն, ում հետ ըստ խոսակցությունների դավաճանում էր իրան։ 2004 թվականին ազատվելուց 5 տարի հետո այդ մարդուն ծեծի է ենթարկում, դնում մեքենայի բեռնախցիկում ու սպառնում, որ կսպանի։ Այս անգամ մայրը կլորի գումար է տալիս զոհին, որ բողոքը հետ վերցնի։ Նորից միանում է յակուզային ու շարունակում ապրել հանցավոր կյանքով։ Ջոն ասում են, որ 4-ից ամենադաժանն էր ու ամբողջ կյանքի ընթացքում ոչ միայն չի զղջացել արածի համար, այլ նաև գնում էր ու գլուխ գովում, հպարտանում։ Շինջին դատապարտվեց 5-ից 9 տարվա ազատազրկման, երբ 16 տարեկան էր։ Չգիտենք ինչքան ժամանակ է բանտում մնացել, բայց դուրս գալուց հետո անունը փոխել էր ու որոշել ապրել սովորական կյանքով, մինչև 2018 թվականին մի մարդու մետաղյա ձողով ծեծելու, կապ կպելու ու մի քանի ժամ գերի պահելու մեղադրանքով նորից հայտնվեց բանտում։ Յասուշի Վատանաբեն, ով էլի 17 տարեկան էր, 5-ից 7 տարի մնաց անչափահասների գաղութում,
Բանտից դուրս գալուց հետո փոխեց անունն ու չգիտենք ինչով է զբաղվում, բայց չկա հանրային ինֆորմացիա հանցավոր գործունեության մասին։ Ոչ ոք դատավճռից գոհ չէր, որովհետև այն տանջանքներն ու անմարդկային վերաբերմունքը, որ Ջունկոն հանդուրժել է կյանքի վերջին օրերին, ավելի լուրջ քննադատության էր արժանի։ Պատկերացնում եք այդ աղջկա ծնողներին ու ընտանիքին, ընկերներին, եթե դեպքը տեղի ունեցած լիներ ուրիշ երկրում, դատավճիռը լրիվ ուրիշ կլիներ։ Միգուցե աղջկան ավելի շուտ կգտնեին ու կհասցնեին փրկել։ Դա ապացուցում է, թե ինչքան կարևոր է դատական համակարգը ու ոստիկանության ֆունկցիաների ճիշտ կատարումը։ Այսօր էսից այսքանը, եթե հասել եք մինչև այստեղ, գնում ենք մեկնաբանություններում, իսկ հաջորդ շաբաթ խոսելու ենք լաբուբուների մասին։ Փորձելու ենք հասկանալ իրանք ինչ են ընդհանրապես, փոքր դեպիկներ են, սատանայի խաղալիքներ են, թե ուղղակի անիմաստ խոսակցություններ են տարածվել։ Okay, շատ խոսացի, գնացինք, bye։